Ժողովուրդ, ես չգիտեմ ինչի, նոր լայվը մի անգամից գցեց, անջատվեց, բայց ես չեմ զլանա, նորից սկզբից կգնամ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, այդքան վախկոտ մի եղեք, ինքնասիրություն ունեցեք, այս լայվը տարածեք, որովհետև այն հողի վրա, որ դուք հիմա ապրում եք, այդ հողը կորցնում եք, հայ լինելու չլինելու, Հայաստան լինելու չլինելու, այդ պահն է։ Իսկ եթե դուք ձեր քաղաքական պապաներից վախենում եք, վախենում եք մի հատ լայվ, ոնց ասեմ, լայքեք կամ տարածեք, ուրեմն դուք ինչ հայ։ Դուք կզածեք սաղի տակը ու դրանից սնվում եք, վախկոտ մեռնում եք։ Ասում եմ, սա ինքնասիրության հայի, հայ լինելու չլինելու, Հայաստան լինել չլինելու հարցն է։ Այդ իսկ պատճառով, եթե թասիբ ունեն այն մարդիկ, տարածեք այս լայվը, այդքան վախկոտ մի եղեք, էլի, հայը եղել է, ոնց ասեմ, դուխով, ոչ այս լրբի տղու ասած դուխը, էլի, դուխով, անվախ, ինքնասիրություն ունեցող, արա սաղդ կզել եք, դարձել եք սրա նրա զոմբի, դուք ձեր ընտանիքի անդամներին ատենց չեք պաշտում, ատենց կամակատար չեք, ինչքան որ ձեր տերերին, ամոթ արա, ամոթ է, ձեր տերերի ձվերի համար հայը դուրս է եկել հայի դեմ, Էլի եմ ասում, դուք ձեր ընտանիքների համար ատենց դոշ չեք տա, ինչ որ են գրոշները դուք ստանում եք ձեր այդ լնգու լավաս քաղաքական պապաներից։ Ուրեմն, ես գրել էի, չէ, որ գնում եմ Տաշիր Սամոյես տուն, նաղդ գնացող էի, նաղդ գնացող էի, մեկը իմ դուխի վրա չկասկածի, Եթե դուք 18 թվականին բոլորը գրեթե 90%-ը դմդմփույ էի քանում, ես մենակով գոռում էի, Նիկոլին մի հավատացեք, սա եկել է հայրենիք ծախելու, ցավոք սրտի բոլորդ ինձ քրվում էիք, չէիք հավատում, նույնը պատերազմը զգուշացրեցի, էլի չէիք հավատում, զգուշացրեցի, որ Տաշիր, Քոչարյան, Մոչարյան, մի հավատացեք, Սրանք Նիկոլի ձվիկներն են, ձեզ խափում են, էլի չհավատացիք։ Իմ միակ սխալը, ես այսօր նորից ասեմ, մտնում են մի երկու ֆեյք նկատեցի, մտել էին իմ մեջ, ասում են, Քենիայի Արտակ, դնեմ Քենիայի Արտակի վզին։ Արցախի անունը տվեց, որ հետ կբերի, կանգնեցի այդ մարդու կողքը, տեսա խաբեբա քցողա, Հելա հրապարակավ խայտարակեցի, ձեզ էլ զգուշացրեցի, ձեր նման, ծախվող չեմ, դալբայոբներ, այս աղջիկը ճիշտը ասողնա ու ոչ մեկից չի էլ վախենում, հասկացավ, չշփոթվեք մյուս անգամ նման բան գրեք, ձեր տերերին կնստացնեմ ձեր մամաների գիրկը, զգուշացնում եմ ձեզ, ուրեմն, Են որ ասել էի գնում եմ Տաշիրենց տուն, դե սրան գիտեն, եթե իմ մոտ գցեց, ես նախ դարող եմ։ Ես են կապի կուլտուրական ընդդիմությունը չեմ, որ կուլտուրական նստեմ ու խոսեմ, տակից էլ բան բասեմ, մտնեն իմ անձնական տիրույթ, ինձ անբարոյական սարքեն, մայրազուրկ զարկեն, արա սաղիտ մաման լացացնելու եմ, հիշեք, հատուցման ժամանակը եկել է, ընդդիմությունից բռնած, սաղի դեմքը պատրելու եմ, բոլորի դեմքը, ես ձեզ էնորն եմ գցելու, որ դուք տանից չեք կարողանալու դուրս գաք, դուք դոգին փառք եք տալու, բլյացներ փառք եք տալու, դուք ընդդիմություն, կզացեք Նիկոլի տակ, և նկատել եմ, ինձ ասում են աղցի, հələ մի հատ դուք առհասարակ նկատեցիք, որ անգամ ընդդիմադիր լրատվամիջոցների մեծամասնությունը
Նիկոլի ռեկլամներ դրել, փող, արա ու դուք կարաք ինձ մի բան ասեք, լեքսիկոնս ձեր դուրը չի գալիս, եկեք նստեք ռենջի մեջ, լեքսիկոնս կերեք, այ թուլեք, հիմա էլ ընդդիմադիր լրատվամիջոցների մի երկու թափթփուկ կոմենտներ ա գրում, ոչ պետք է գնան մանդատները վերցնեն, խի վերցնեն, փողից կտրվելու եք, հա, փողից կտրվելու եք, եթե դուք ձեր կայքերում Նիկոլ եք պրոպագանդա արել, դուք Նիկոլից ինչով եք տարբերվում, գոնե ձեններդ կդրեք, վեր ընկեք տեղներդ, սահմանները կանցնեմ, վեր ընկեք տեղներդ ծախուշաներ, գլուխներդ սաղի տակ մտած մենակ փող, ասում եմ, վեր ընկեք տեղներդ, հիմա, քանի որ ես բուլկեն գիտեմ, որ ես նախ գնալու եմ դրանց տան մոտ, Նոլդու Փաշինյան երգը դնեմ, ու այսենց, սիգնալ տա մինչև բուլկին ու տաշիրը դուրս գան, ընդեղից պիտի գնայի քոչի տուն, սրանք բուլկին վախից, ափալ-թափալ հելավ խոսած էշեշ դուրս տվեց, գրեթե հաստատեց, որ իրանք գնում են մանդատ վերցնելու, հիմա հաթաթ ասեմ, բուլկին, են որ իրա հոպարի հետ, են իրա գողական հերը որ կար է, սենց նստած բան որտեղ դարպասի մոտ ծխում էր բիչոկը ախրանիկներ ձեռից վերցնում գցում, այս կողմ են կողմ, ու հելա գնացի կանգնակ դրանց կողքը, մեռ ասելով խափում են։ Ինչ է ասում է ուրեմն բան է ես, դե քպական 8 պատգամավոր պիտի գա մեր կողմը, հույ ձեր բախտից, թե այդ քպեի լնգու լավաց թուլեքը, Նիկոլիկին կդավաճանեն, կանգնեն ձեր նման Նիկոլի ձվերի տակ պարկող, ձեր նման ընդդիմության կողքը, դա անցանք։ Դե ասում սպասում ենք ԲՀԿ-ին, հաշվարկներ վերջացնեն, այ թուլեք, դուք սպասում եք ԲՀԿ-ն ձայները վերականգնի, գնաք մտնեք ազգային ժողով, ընդդիմություն խաղաք, հա? Վերջի բառերը բուլկու լսեք, վերջի բառերը մինչև դրան անդրադառնալը, ինչ է ասում բուլկին, ասում է դե պիտի դիմենք սահմանադրական դատարան, տեսնենք դատավորները ինչ կասեն, դուք ոնց եք կարծում Նիկոլի դատավորները, պիտի ասեն հա Նիկոլը կեղծել է ընտրությունները, հա, վերջում էլ հասկացրեց դե ինչ արած, նու համարյա է այդպես էլի, 5 տարվա մեջ մենք կպայքարենք Նիկոլի դեմ, այսինքն, ժողովրդից ձայնը գողացան, այս սուկաները, որ մտնեն Նիկոլի ձվերի տակ, ընդդիմություն խաղան, հա, ասենք սրանք, են Քոչարյանը, են 72 տարեկան մարդ է սարա, դու ենքան ամոթ չունեցար Քոչարյան, որ քո այդ կեղտոտ ռոժը նորից հանեցիր, որ դու գիտես ժողովուրդը զզվում է քեզանից, ժողովուրդը զզվում է և Նիկոլից, և Քոչարյան քեզանից, և Տաշիր Սամո Արթենիս քեզանից, դուք դուրս եկաք, որ նոր ուժեր չլինի, այսինքն նոր ուժ էլ չկար, դուք չեք թողում ոչ մի նոր ուժ ձևավորվի, որովհետև դուք ծնվել եք կարծես, որ ասաղ կյանքներդ մեծ ու փոքրով դուք պիտի նստեք իշխանության, չեմ ուզում էլի շատ ցենզուրայից ես դուրս գամ, պարզապես չեմ ուզում ցենզուրայից դուրս գամ, դուք ընդդիմություն, գետինը չեք մտնում արա, կուլտուրական ընդդիմություն, կուլտուրական ձևով քանդեցիք մեր երկիրը, կուլտուրական ձևով ամբողջ ժողովրդին խաբեցիք ձայները գողացաք, բայն իմպիչմենտ գոռացող, են մի քանի տղամարդիկ,
որ impeachment էի գոռում, հելա գնացիք պարկակ տաշիրի ձվերի տակ, impeachment էլ չեք անելու, հա, մանդատ էր ձեզ պետք, Ալենը են վիբրատորը սպասում է ձեզ, իրա զակաստված վիբրատորը, որ ես եմ հրապարակել, սև գույնի արժեքն էլ $273, իմ էջում չեկով, հասցեով, վիբրատորի նկարով հրապարակել եմ, այդ վիբրատորը առելա ձեր համար, նրանց վրա շիշ էին, են Սեյրան, Մերյան, դրանց չգիտեմ, մետի նորից կանցնի, չի անցնի, են Ագնեսա, Մագնեսա այդ կարմրա գլուխ, լավա դարձան բան, դեպուտանկաներ, մեկը քիթը վիրահատեց, սկսեցին նորմալ հագնվել, ում շնորհիվ դավաճան Արցախը հանձնած եռաբլուրը լցրած զոհերով Նիկոլիկի փողերով, էս ինչ եք անում, արա, էս ինչ եք անում, ես էլ չեմ կենտրոնանում, ձեզ ինչ ասեմ, ոնց թքեմ ձեր վրա, ես ասել եմ, չէ, 8 տարի Նիկոլին քրֆել եմ, իմ քրֆելը ձեր նման, Նիկոլի ձվերն ուտող, հիմա թռակ Քոչարյանի, տաշիրի ձվերն ուտեք, որ մանդատ ունենաք, մանդատ, ուտելով դուք հանձնում եք մեր երկիրը արա, դուք Նիկոլի հետ հավասար պետական դավաճաններ եք, բուլկի, այսքան սպասենք դատարան, սպասենք են, արա հոպարը միլիարդերը, ձեր հետ ասած Քոչարյանն էլ ոնց եկե թալանե հիմքից քանդե, բա միացեք Ծառուկյան, Քոչարյան, Տաշիր Սամո, միացեք աշխարհի միլիարդատերն եք, որ ձեզ ասի են սովորական ժողովուրդը, միած ծամոնի փող տվեք, կասեք փող չունենք, այ պորնիկներ, կասեք փող չունենք մենք, բա միացեք այդ 8 դեպուտանքին քպական, առեք արա, տարեք, ամեն մեկին մի $5 միլիոն տվեք, վազելով կգան, կպրծնի կինոն, ինչի չեք անում, հա, ինչի չեք անում, արա, եթե դուք կարդարեք, կամ բուլկի, դուք չգիտեիք ինչա լինելու, ինչի ժողովրդին չեք անում ոտի, ինչի չեք անում ոտքի, որպիսի ժողովրդի առաջ, նորից գնան ընտրությունների, ինչի չեք անում, հա, ձեր են Մայրանան, հա, արա Տաշիր Սամո գետինը մտի էլի, Քոչարյանի գրկից թռած Մայրանան, քեզ սովորացնում է դու ինչ պիտի խոսես, ու դու տենց ուզում էիր վարչապետ լինեիր, կամ Քոչարյանի են դեպուտատ են փաստաբանը, որ սենց բանով խոսում են ջայլ գյադեն, էտա սովորացնում, ասում է, ասա ուժեղ Հայաստանի ուժեղ մարդիկ, հենա վիդյոնի մեջում է, դուք տենց էիք պատրաստվում, հա Նիկոլի դեմ պայքարելու, տենց էիք պատրաստվում, այ խայտարակչիներ, հա, դուք սենց թքեցիք ես հայ ազգի ձայնի վրա, հանուն մանդատի, ասում եմ Ալենը վիբրատորով ձեզ սպասում է, թե մնաց այն սրանից առաջ նրանց վրա շիշ-միշ էին շպրտում թքում վրները, բարի բուն իմաստով թքում վրները, բայց գնում էին, մենք ձեր հետ ենք, մենակ պարգևավճար ստանան, հիմա նորից դուք եք, Տաշիր Սամո աշխարհի հարուստն ես, արա մանդատները մի վերցրեք այդ մանդատները, խի եք վերցնում, հա? Էդգար Ղազարյան, impeachment-ի համար դոշ էիր տալիս, Մամիկոն Ասլանյան, impeachment-ի համար դոշ էիր տալիս, խի գնացիք, խի խաբեցիք, ձեր կապիկություններով ժողովրդի ձայնը գողացաք, հա? Impeachment էլ չեք պահանջում, ինձ ասում են, ինչի Սերժ Սարգսյանին բան չես ասում,
Հիմա անցնեմ այդ դալբայով անգրագետ մասային։ Այ խոտակեր անասուններ։ Սերժ Սարգսյանը ընտրության մասնակցել է, հա։ Սերժ Սարգսյանը քանի տարի է թքել ու գնացել, հա։ Ու դուք անասուն չեք։ Հերիք չէ թալանչի մարդասպան Քոչարյանի լոզունգը տանեք առաջ, թե բա Սերժն է բերել Նիկոլին։ Դուք այդքան դալբայով եք արա, հա։ Չեք ամաչում դուք։ Հերիք չի խափեք Սերժ, ասելով այ սենց բերեցիք հասցրեցիք սրան, հա։ Չեք ամաչում արա։ Մի հատ էլ էս տաշիրի այդ բրիգադ, այդ գեղցի, այդ գեղցի, որ պիտի մանդատ ստանան, որ արդեն պատկերացնում է գնացել շոր, մորենառ է, տաշիրը կտվել է, տվել է։ Դավայ գնացեք, որ մտնեք խորհրդարան, որ վիբրատորը ձեռին Ալյոնան ձեզ սպասելու է։ Էլ չգիտեմ ինչ խոսամ։ Պրոստո չգիտեմ ինչ խոսամ։ Անկեղծ։ Ես ղժամ բոլորիդ վրա։ Բոլորդ Նիկոլի ռեկլամները տեղը տեղին ռեկլամ արեցիք։ Արդեն հասկացնում եք, որ Նիկոլը, թաղեմ Նիկոլին էլ, Նիկոլ բերողին էլ, ընդդիմությունը պիտի մանդատ վերցնի։ Արա էսով եք դուք, արա ես ինչ փողի մեռած եք։ Դուք ձեր երեխեքին էլ կծախեք հանուն փողի։ Փող։ Այ չծախվեց այս աղջիկը, երբեք մնաց իր սկզբունքներին հավատարիմ։ Ընդդիմություն, խոռոփեմ ձեր դեմքին։ Դուք պոռնիկներ եք։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ միասին կապիտուլյանտ մարդիկ եք։ Ձեր շնորհիվ, ձեր թեթև ձեռքով Նիկոլի հետ հանձնեցիք Արցախը։ Նիկոլի հետ հանձնեցիք Հայաստանի սուվերեն տարածքները, բա եթե դուք տենց ընդդիմություն եք, միջանցքը հանձնելա, այդ ինչի ոչ մի ընդդիմադիր լրատվամիջոց չի գրում, որ հանձնելա, հա, հələ Նիկոլի ռեկլամը, հələ չեմ մտել, չեմ տեսել, կա թե չկա, հպարտել մարդամեկն ասում է, այո, ես պայմանագիր եմ կնքել և ամենամեծ գումարն եմ վերցրել, հելավ ափալ-թափալ շուշուտ ասեց, որ չասեն, էլի, որ Նիկոլը իրան փող ա տվել։ Դուք էդ եք, դուք նստացեք փողի վրա, փող։ Ով կհակառակի ինձ, ձեր ֆեյքերը կմտնեմ իմ մեջ, շատ լավ գիտեք, որ ես հնարավորություն ունեմ ֆեյքերը բացելու։ Մեկ զանգ Մոսկվա, պատրաստ գալիս է, պատրաստ։ Տվյալները գալիս է իմ ձեռքը։ Ես ասել էի, չէ, որ ես պադարակ չեմ։ Ես էլ ինձանից ինչ-որ բան ներկայացնում եմ։ Այ թե ինչ եմ ինձանից ներկայացնում։ Հետո կիմանաք։ Ձեր ֆեյքերը եկան մտան իմ մեջ։ Կամ դուք փսի արեցիք, ոնց որ շատ լրագրողներ են եղել, փսի անելով ման են եկել։ Վզներիցդ կբռնեմ, ապրասներդ կհանեմ արևերես։ Գիտեն, այն լրագրողները գիտեն սրա մասին, ովքեր խոսել են ու տեղյակ են, որ ամեն ինչ ինձ հասնում է։ Խելոք վերենգեք տեղներս, բերանս որ բացեմ, խայտառակ կլինեք ու աշխատեք, մարդկանց անձնական կյանք մի մտեք, քննադատեք, ինչքան ուզում եք։ Այդ անտեր անձնականը տունը դա սրբություն է, պոռնիկներ։ Թեկուս մարդ լինի ամենավերջի պոռնիկը։ Դուք ով եք, որ անձնական կյանք քննադատեք, հա? Ով եք դուք։ Այ փնթիներ։ Նիկոլի շնորհիվ սկսեցիք մարդամեջ նորմալ դուրս գալ։ Խեք բերանս բացում։ Խիեք բերանս բացում, արա։
կսատկացնեմ, ասում եմ կսատկացնեմ։ Ժողովուրդ, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, երբեք չընկճվեք, երբեք չվախենաք, դուխներդ չգցեք, պետք լինի, ամուր բռունց կդառնանք, այս կապիկ ընդդիմությանը իրանց պապա Նիկոլով, ընենց որներին կտանք սիկտիր կանենք, որ չեք պատկերացնում, համբերության բաժակը չլցնեն, իսկ ես ձեզ մի խորհուրդ եմ տալիս, ամեն մարդ թող իր ձայնին տիրություն անի, դուրս եկեք փողոց, պահանջեք ձեր ձայները, պահանջեք, դուք ձայն էիք տվել, որ Նիկոլին հեռացնեն, բայց այսօր Նիկոլի փոքրիկ ձվիկ բուլկին գրեթե հասկացրեց, որ գնում են մանդատ վերցնելու, այսքանն էի ուզում ասեի, լավ եղեք։